եւ այնտեղ է լինելու մինչ 2025 թվականի դեկտեմբերի 19 սիրելի հայրենակից փորձենք լինել ուշադիր, գիտեմ, որ երբեմն չի լինում խուսափել տիեզերական բարդ մոլորակային դիրքավորումներից, որովհետև այնտեղ հզոր էներգիաներ են, իսկ մարդը չի կարողանում դուրս գալ անձին դեմ հանդիման, իր վատ որակները ուղղակի ցույց չդնել։ Եվ այսպիսով, սիրելի հետևորդներ, կարիճ եւ ցուլ, այդ առանցքի համար եմ ուզում խոսել։ Կարիճների համար առաջին տունն է ցուլերի 7-րդ տունը։ Կարիճները կարող են զբաղվել ինքնավնասմամբ։ Ուշադիր եղեք, մանավանդ մինչ ապրիլի 7-ը Մերկուրին նահանջող է, իսկ դա կարող է ձեզ ստիպել ներգրավել բարդ գործերի մեջ, սև լուսինը կարիճում, դրանք կոռուպցիոն սխեմարներն են, Մերկուրին ձկներում արդեն իսկ խոյից ձուկ է անցնում, նա ուղղակի տրիգոն դիրքավորումը ձեզ կարող է տանել զարտուղի ճանապարհներով գումարներ վաստակելու։ Սիրելի կարիճներ, ուշադիր եղեք, նաև եթե պլաստիկ վիրահատություններ պետք է անեք ձեր արտաքինի հետ կապված, ձեր անվան հետ կապված, ուղղակի պրովոկացիոն իրադարձություններ կարող են լինել, իսկ դա բոլոր այդ վիրահատությունները կարելի է ուղղակի հաշվարկել այնպիսի օրերին անել, որպեսզի սև լուսինը չգտնվի ձեր առաջին կամ 6-րդ տանը։ Ցուլերի համար վտանգավոր է, որովհետև նրանց գործընկերները, զուգընկերները, բաց թշնամիները կարող են վնասել նրան, ֆինանսական խնդիրների մեջ գցել։ Երկու դեպքում է եւ կարիճները եւ ցուլերը ուշադիր լինեն ֆինանսական այդ գործարքները կատարելիս, պարտքով գումարներ, տոկոսով գումարներ, այն գումարները, որոնք անաշխատ գումարներ են, քրեական հեղինակություններ են, նրանցից ուշադիր եղեք, հեռու եղեք, որպեսզի խնդիրներ չստեղծեք ձեր կյանքում։ Անցնենք առաջ, սիրելի աղեղնավոր եւ երկվորյակներ, ձեր 12-րդ եւ 6-րդ տունն է։ 12-րդ տունը դա մեկուսացումն է, դա փակ տարածքներն են, սև լուսնը կարճ կենթանակերպում, ուշադիր եղեք կրկին այդ սև գործերի մեջ չմտնեք, դա սև լուսինը կարճում նույնիսկ դա կարող է լինել մոգություն, բոլոր այդ էներգո, ինֆորմացիոն, այդ կամ թաքնագիտական այդ գիտելիքներն են, այդպիսի դասընթացների եթե ներգրավեք, ուշադիր եղեք, ուղղակի չկորցնեք ձեր հոգեկան հավասարակշռությունը, ուշադիր եղեք, չհայտնվեք մեկուսացման վայրերում, որոնք կարող են կապված լինել ֆինանսական մեքենայությունների հետ։ Սիրելի երկվորյակներ, ձեր 6-րդ տունն է, 6-րդ տունը աշխատանք, դա նաև առողջական վիճակն է, կարիճը, սև լուսինը կարիճում, դրանք մաշկավեներական հիվանդություն են եւ ընդհանրապես սև լուսինը կարիճում, դրանք կարիճը դա սեռական այդ